Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես գուցե կրկնվեմ, բայց ես խնդրում եմ հստակ նշել, թե կոնկրետ ինչ խնդիր եք լուծում այս փոփոխություններով եւ ինչ բաց կար օրենսգրքում, որ հիմա ուզում ենք կարգավորենք կամ ինչ թերություններ կային, որով ուզում ենք կարգավորենք, ինչ խնդիր ենք, այ որ այսօր կամ վաղը ինձ ընտրողը հարցնի, լավ, ինչու ընդունեցիք, ինչ հարց էիք լուծում, ինչու ժամանակ ծախսեցիք այդ հարցի քննարկման վրա, ինչ հարց ենք մենք հիմա լուծում։ Շնորհակալություն պարոն Նազարյան, կարծում եմ իմ ելույթում նշեցի եւս մեկ անգամ մի քանի կարևոր փոփոխություններ ասեմ։ Օրինակ հեղեղներից հետո գետերի հուների մաքրման աշխատանքները համարվելու է ազատ ջրօգտագործում։ Այսինքն անմիջապես մեր փրկարարները, տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնամուխ են լինելու հեղեղի առաջացած հետևանքների վերացման, այդ թվում գետերի հուների մաքրման ուղղությամբ եւ կարիք չեն ունենալու դրա համար ստանալ ջրօգտագործման թույլտվություն։ Սա փոփոխություններից մեկը։ Երկրորդ կարևոր փոփոխությունը այն գետերում, որտեղ կան կարմիր գրքյան ձկնատեսակների ձվադրավայրեր եւ տնտեսավարողը ցանկանում է այդ գետի վրա ջրի օգտագործման պայմանավորված որևէ գործունեություն ծավալել, ապա կարող է իրականացնել միայն այն դեպքում, երբ ունի շմակ փորձաքննության դրական եզրակացություն։ Մյուս կարևոր փոփոխությունը, որ նոր հարցերով հենց քննարկում ենք, Արարատյան արտեզյան ավազանի ջրօգտագործողների ջրի օգտագործման ծավալների հստակեցնումն է ըստ փաստացի վերականգնվող ծավալների։ Եվ մնացածը, որ արդեն նշեցի, շնորհակալ եմ։ Արձագանքել եք, համեցեք արժի։ Հիմա տեսեք, վերադառնանք այդ վերջին հատվածին։ Հիմա ամենակարևոր հարցը, այս փոփոխությունից, երբ որ խոսքը գնում է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսներին։ Այս փոփոխությունից հետո շահելու է բնությունը, թե տնտեսվարողը, որովհետև բնության եւ տնտեսվարողի շահերը երբեք չեն համընկնում։ Այս իմ անհանգստությունը այստեղ է։ Մենք Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի օգտագործումը կարողանալու ենք այնպես անենք, որ դա չվնասի մեր բնությանը։ Եվ մի լրացուցիչ հարցել բնապահպանության նախարարությունը շուրջ ծրագիր մշակում է կամ ունի, եթե կամ մշակած, որ Սևանա լճից ջրի բաց թողումը ոչ թե պահպանվի ներկա մակարդակի վրա, այլ նվազեցվի։ Շնորհակալություն, առաջին հերթին շահելու է հանրությունը, պարոն Նազարյան, այո, մենք պետք է ջուրը ծախսենք այնքան, որքան վերականգնում է բնությունը եւ ոչ ավելին ու չվնասենք Արարատյան արտեզյան ավազանին ու սերունդներին թողենք մեր ջրային ծավալները նորմալ վերականգնված իրավիճակում։ Իսկ ձեր ինչ վերաբերում է երկրորդ հարցին, այո, վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է արդեն մոտ երևի 2-3 շաբաթ հենց Սևանի հետ կապված հարցերով, որպիսի հնարավորինս կարճ ժամանակահատվածում, որ հնարավոր է լուծել կարճ ժամանակում լուծել խնդիրները, որը ունի երկարատև լուծման կարիք, նաև մշակել ու իրականացնել երկարատև ծրագրեր, որպիսի Սևանից ռոռոկման նպատակով վերցվող ջրի ծավալները նվազեն տարեստարի, եւ առաջին նպատակն այն է, որ չգերազանցեն օրենքով սահմանված սահմանաչափը։